շատ ծանր ու վատ։ Միտեղից միտեղը դե շարժվելու համար պետք է բավականին ժամանակ ծախսես։ Շատ վատ։ Երևանի այս բնակիչները շատ վատ են գնահատում մայրաքաղաքի երթևեկությունը։ Մալացիայից դե եմ գալիս 50 րոպե տևում է մինիմումը։ Օրեցօր ծանրացող խցանումները հաղթահարելն ու աշխատանքի հասնելը դարձել է մեծ մարտահրավեր մարդկանց համար։ Դե մոստեր պիտի ելնի լրիվ շենքերա սարքել ճանապարհ չկա։ Աջափնյակի մետրոն կառուցելու խոստում տված իշխանությունը, որ գոնե էստակադա ու թունել կառուցեր, այս ճգնաժամը չէր լինի, ասում են Ազատությանը հանդիպած մարդիկ։ Վարչական շենքերն էլ, որ կենտրոնից ծայրամաս տեղափոխեին, շարժը կթեթևանար։ Կենտրոնը պետք է բեռնաթափվի։ Երթևեկությունը կանգնած է լույսը չբացված, դժգոհում է տաքսու վարորդ Արմեն Զաքարյանը, որ իր աշխատանքն արդեն տանջանք է համարում։ Նախկինում խցանումներն ինչ-որ ժամերի էին, հիմա շուրջօրյա է բողոքում է նա։ Ասես լրիվ փողոցներում արդեն։ Ժամերը Ժամ գոյություն չունի 7:30-ից Իսակովի փողոցն արդեն Արգավանդից սկսում է կայնելու։ արդեն առավոտից տրամադրություն ընկած նյարդայնացած աշխատանքի են գալիս։ Մեծ պատմություն է Աջափնյակից կենտրոն հասնելը, ասում է այս կինը, որ հույս ուներ ամառային արձակուրդներին ճանապարհները բաց կլինեին։ Իր ճանապարհը մի քանի անգամ երկարել է Կիևյան կամրջի վերանորոգման պատճառով։ Կիևյանը մինչև փակվելն էլ ծանրաբեռնված էր ու այստեղ մշտապես խցանում էր։ Այս իշխանությունը հույս չկա որ բամանի այս քաղաքին համար։ Մենք հաստատեցինք 3 կարևորագույն ծրագիր Երևան քաղաքի համար։ Առաջին ծրագիրը իհարկե Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն էր, որը հենց նոր հաստատվեց կոմիտեի նիստով։ Այս ծրագիրը 3 կառավարության կոմիտեի նիստում են հաստատել։ Facebook-յան լայվով տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մետրոյի շինարարության մրցույթը խոստանում են հայտարարել մյուս տարի։ Ընտրություններից 2 ամիս առաջ էլ քաղաքապետն ու վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում խոսեցին խցանումների պատճառներից ու լուծումներից։ Դրանից հետո էլ մարդկանց համար նկատելի բան չփոխվեց։ Ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմերը հայերը ոնց է։ Անչափ չի, էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը։ Մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վարկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի, այսինքն մեր վարելու պրակտիկայում մենք բազմաթիվ խնդիրներ ունենք։ Իշխանությունը ծանրացող երթևեկությունը հիմնականում բացատրում է մեքենաների ահռելի հոսքով, որ մեքենաների հոսքը մի քանի անգամ ավելացել է, համաձայն է նաև ընդդիմությունը, բայց իշխանությանը մեղադրում են դրան համարժեք լուծումներ չգտնելու համար։ Այս քաղաքի այս խելայեղ կառուցապատումը պիտի մի օր կանգ առնի։ Քաղաքի ենթակառուցվածքները ցույց չեն տալիս, որ քաղաքը այսքան մեծանա։ Ըստ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի, երևանյան խցանումների գլխավոր պատճառը բազմահարկ շենքերի շինթույլտվությունների ահռելի քանակն է։ Որպես քաղաքային իշխանություն վերջին 5 տարում տվել է 17000, վերջին 6 տարում 16000 մեծ ու փոքր շինթույլտվություն։ Եվ ինքդ էլ խոստովանում ես, որ քաղաքի բնակչությունը անհամաչափ մեծանում է։ Հիմա հարցը առաջանում, բա այդ բնակչությունը որ ճանապարհներով պիտի երթևեկի, եթե դու կառուցես շրջանցիկ ճանապարհներ, էստակադաներ, ինչպես նաև վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ Որ Երևանում կենտրոնը բեռնաթափվի, քաղաքապետարանը բարձրացրեց կարմիր գծերի վճարները, դասերի ժամը փոխեցին, հանրային տրանսպորտի գծերը առանձնացրին, բայց խցանումները չթեթևացան։ Փոքր-ինչ մեղմվում է, երբ աշխատանքային ժամերի ավարտից հետո ճանապարհային ոստիկաններն են կարգավորում երթևեկությունը։